Ողջույն հարգարժան տիկնոք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մենք բոլորս գիտենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի է ունենալու քվեարկություն, որովհետեւ այդ օրը խորհրդարանական ընտրություններ են։ Որևէ պաշտոնական միջոցառում, քայլ այդ ուղղությամբ բնականաբար արված չէ, ժամկետները, որովհետև սահմանվում են օրենքով եւ հիմա դեռ 8 ամիս կա այդ ընտրություններին եւ որևէ բան օրենքը չի նախատեսում։ Սակայն բավական է հետևել սոցիալական մեդիային, մամուլին եւ մենք կտեսնենք, որ ընդհանրապես ներքաղաքական կյանքը ամբողջությամբ տեղավորվում է այլևս նախընտրական տրամաբանության մեջ։ Այդպես է գործում թե քաղաքական մեծամասնությունը, թե այլ սուբյեկտներ, ովքեր մամուլով տարբեր մտքեր են արտահայտում։ Տեղի են ունենում պրոցեսներ, եւ այդ ամենը այո տեղավորվում է նախընտրական պրոցեսում։ Այդ ամենը, ասում են, կոչվում է դեմոկրատիա, ժողովրդավարություն։ Այդ ժողովրդավարությունը իհարկե մեծ բարիք է, բայց այն նվեր չէ, այն քաղաքական նախապատվություն չէ, այլ լրջագույն ռազմավարական ռեսուրս։ Ռեսուրս ներքին դիմակայունության համար, արտաքին քաղաքական ռեսուրս, եւս դիմակայունության եւ անվտանգության տրամաբանության մեջ եւ պետության պարտականությունն է պաշտպանել այդ ժողովրդավարությունը տարբեր ոտնձգություններից, բնականաբար ոտնձգություններ նրանցից, ովքեր թշնամին են այդ ժողովրդավարության, մանավանդ իրենց այդ գործունեությամբ հետապնդում են այլ ոչ դեմոկրատական, իսկ ավելի ճիշտ ասենք ավտորիտար պետությունների շահերից ելնելով։ Ավտորիտար, որոնք դարձել են տոտալիտար, ֆաշիզմի բոլոր հատկանիշները իրենց մեջ ներառելով թե գործնականում, թե նաև այսպես զուտ քաղաքագիտական եզրակացություններ անելիս։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ասում դեմոկրատիան շատերը փորձում են թարս ձևով ներկայացնել, ասելով, որ դե մրցեք, ինչ ա եղել։ Մինչդեռ, ասենք, X քաղաքական սուբյեկտին դնում են նույն հարթության վրա կոռուպցիոներների շահերը սպասարկող, ժամանակին 20 տարվա այդպես էլ գնահատականի չարժանացած կրիմինալ կոռուպցիոն ռեժիմի շահառուներ, որոնք ուզում են վերադարձնել, այդ ժամանակները պատմության անիվը հետ ֆռացնել եւ նաեւ նրանք շահառուն են եղել այդ ամենի եւ օգտվում են մինչեւ հիմա այդ կեղտոտ փողերից, այո, հանցավոր ճանապարհով ձեռք բերված, անօրինական ճանապարհով, այսպես ասենք, ձեռք բերած փողերից, հնարավորություններից, բիզնես ակտիվներից ծավալել են մեդիա ակտիվություն, երբ դրանցից ամեն մեկը գալիս է մեջտեղ եւ միանգամից մի կետից կառավարվող 30 միկրոֆոն հայտնվում է նրա դնչի առաջ։ Եվ ասում են, ահա, մրցեք։ Սա խախտում է մարդկանց իրավունքները, թե չի խախտում։ Թե մեզ ուզում են բացատրել, որ դա է ժողովրդավարությունը, ոչ, Մոլդովան ապացուցեց, որ դա չէ ժողովրդավարությունը, ավելին Մոլդովան ցույց տվեց, թե ինչպես այդ մարդու իրավունքների խախտումը պետք է վերականգնել, որովհետև դա պետության պարտականությունն է իր քաղաքացիների առաջ ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում։ Իհարկե, այստեղ մենք ինչով ենք տարբերվում ավտորիտար ռեժիմներից, եթե մենք անենք նույն բանը նույն ձևով ինչ որ անում են նրանք, այստեղ շատ նուրբ մի դաշտ կա, որը սահմանները պետք է սրբորեն պահպանել։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ներկայացնում եմ, մեր հյուրն է Արթուր Սաքունցը, իրավապաշտպան, Վանաձորի գրասենյակի ղեկավար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի։ Բարև եք եկել, պարոն Սաքունց, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։
Ողջույններս, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, մենք բնականաբար չենք խոսում ընտրությունների մասին, մենք հիմա ուղղակի փորձում ենք ճշգրտումներ մտցնել սահմանումների մեջ, հա, ինչն է օրինական, ինչն է ոչ օրինական, ինչն է ժողովրդավարական, ինչն է հակաժողովրդավարական, որովհետև այս խոսակցությունները թեժանալու են, այս խոսակցությունները նաև այո նենգափոխվելու եւ մանիպուլացվելու են արդեն երբ պաշտոնական ընտրարշավ սկսի, մենք կլսենք ինչ բառային այսպես մի հրավառություն, հա, ոնց որ Շեքսպիրն էր ասում բառեր, դե մարդիկ էլ բոլորը ճիշտ խոսքերը սովորել են եւ շատ դժվար է ազնիվ մարդկանց ստահակներից զանազանել շարքային քաղաքացու համար եւ այստեղ անհրաժեշտ է ճշգրտություն մտցնել սահմանումներում եւ ուրեմն ինչը պետք անել իշխանությանը որպես մանդատ կրող եւ պատասխանատվություն ունեցող մի սուբյեկտի քաղաքական մեծամասնության հանձինս քաղաքական մեծամասնության որոնք այս ամենի պատասխանատուն են բայց մենք տեսնում ենք որ խոսելով ժողովրդավարության մասին մենք ինչ ենք անում Վրաստանի քաղաքացի ենք բռնում ֆաշիստների ուրեմն հարցումով կամ մի ֆաշիստական կազմավորման տերորիստական կազմավորման պսևդո դատարանի որոշմանը համաձայն ու ամեն անգամ մարդկանց ենք անհանգստացնում երբ սրա մասին խոսում ենք բոլորը իրենց դնում են անհասկացողի կամ էլ խուլու համրի տեղ համեցեք պարոն Սաքունց Պարոն Մեհրաբյան մենք երևի թե ինչքան որ ծանոթ ենք եւ քանիցս խոսել ենք ժողովրդավարության, ժողովրդավարական զարգացման, ժողովրդավարական մշակույթի անելիքների մասին ցավոք սրտի մենք անընդհատ մնում ենք նույն կետում, ես պետք է ասեմ, որովհետև անգամ այն եզակի հնարավորությունը, որ ստեղծվեց 2018 թվականի Թավշյա հեղափոխությամբ, որը ընդվզում էր, որը իրապես համազգային մերժում էր սոցիալական արդարության այդ դեֆիցիտի, համակարգային կոռուպցիայի, ժողովրդավարական ընդհանրապես հաստատությունների եւ ինստիտուտների շարունակաբար ոտնահարման այդ հնարավորությունը, որը ըստ էության նույնիսկ կրկնեմ քաղաքացիների համազգային ընդվզմամբ տրվեց եւ մարդիկ իրենց գնահատական այդքանով գոնե տվեցին չունեն ինստիտուցիոնալ շարունակությունը ինչ նկատի ունենք որ ներքին եւ արտաքին մարտահրավերներ ասածը կամ սպառնալիքներ ասածը կամ ավելի կոնկրետ այն սուբյեկտները եւ այն գործոնները, որոնք թե ներքին եւ թե արտաքին ոչ թե միայն սպառնում, այլ խոչընդոտում էին մեր ժողովրդավարական ուրեմն վերականգնմանը դրանք չկանխվեցին։ Բայց ով ասում որ մենք ժողովրդավարություն ենք վերականգնել, պարոն Սաքունց, հեղափոխությունը կոչվում է ոնց է կոչվում ոչ բռնի ժողովրդական, բայց անուն ինչի էր, ինչի համար էր, ոնց որ ժողովուրդը պարապեր, հա, դες դուրս եկավ ոչ բռնի ժողովրդական չգիտեմ ինչ արեց։ Միջդեռ այնտեղ շատ հստակ էին հակակրիմինալ լոզունգները եւ
հակաբռնապետական լոզունգները, ժողովրդավարական լոզունգները, հակակրիմինալ լոզունգները, չէ՞։ Նաև հստակ նշվում էր, որ այլ տարբերակ չի մնացել, այլ լիֆտ չի աշխատում, որտեղ դեգեներատի նման բոլոր լիֆտերը ապամոնտաժվել են, այլ կերպ քան հեղափոխությունը։ Սրա մասին որևէ պաշտոնական այսպես ձևակերպում չկա։ Համեցեք։ Ես մի օրինակ բերեմ, որպեսզի ավելի հասկանալի լինեմ, հա, որ վերացական կամ տեսական դատողությունների շրջանակում չմնանք։ Տեսեք, ակնհայտ է, չէ՞, մեր աչքի առաջ Հայաստանում իշխանական համակարգը, կառավարման համակարգում եկեղեցին ներգրավեց որպես իշխանության կոմպոնենտ։ Հայ եկեղեցու պատմության, մեռելոց օրերի, արտոնություններ եւ այլն եւ այլն։ Այսինքն կապ չունի դա առաքելական թե ընդհանրապես կրոնական մի կազմակերպություն, որը ունեցավ մոնոպոլ դեր եւ դարձավ իշխանության կարևոր ինստիտուտը։ Եվ փոխանակ հայեցակարգային որոշում կայացվի, որ քաղաքական համակարգը, կառավարման համակարգը պետք է ազատել եկեղեցին անջատ է պետությունից, եկեղեցին անջատ է կրթությունից, աշխարհիկ պետության սկզբունքի ապահովման տեսակետից սկսեց խոսակցություն կուսակրոնությունից, ես չգիտեմ շո, այսինքն ինստիտուցիոնալ առումով մի խնդիր կար, առնվազն մինչև 2018 թվականը, երբ որ եկեղեցին դարձել էր կոռուպցիոն կառավարման, իշխանությունը, պետությունը ալջիս եւ իշխանությունը զավթելու այդ գործընթացի աչակցողը, մասնակցողը, կրողը պետք էր հայեցակարգային եւ սկզբունքային խնդիրները, որ վերջ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից եւ եկեղեցին պետք է անջատ լինի կրթությունից եւ այս ուղղությամբ պետք է համակարգային լուծումներ։ Այդ թվում օրենսդրական եւ այդ թվում ինստիտուցիոնալ, չէ՞։ Եվ երբ որ դա չի արվում, որը հենց ժողովրդավարական աշխարհիկ պետության կարևոր սկզբունքն է, այլ դա փոխարինվում է, որ չէ ես ավելի առաքելական եմ, մենք շարունակում ենք մնալ նույն եկեղեցին որպես կառավարման համակարգի մաս ընկալելու, ուղղակի այնպիսի եկեղեցի, որ արդեն նոր իշխանության համար ավելի գործընկեր լինի, չէ՞, բայց կոնցեպտուալ առումով ինքը մնում է կրոնապետական, հա, եթե այսպես ասեմ, կամ եկեղեցին որպես քաղաքական համակարգի բաղկացուցիչ մաս, այդ սկզբունքի շրջանակներում ենք մնում։ Հասկանալի է, որ այս պարագայում շատ դժվար է խոսել ժողովրդավարական պետության պայմաններում խղճի, կրոնի, համոզմունքների, ազատության սկզբունքի հիման վրա, այդ շրջանակներում, որտեղ նույնիսկ այդտեղ շատ հստակ է, որ իդեպ ասեմ, Եվրոպական կոնվենցիան մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների հստակ միայն այնտեղ երկու իրավունք կա, որ բացարձակ իրավունք են, դա ստրկությունից զերծ մնալու իրավունքն է բացարձակ եւ խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունք։ Ազատության նկատեմ ազատ արտահայտման, տեղեկությունների տարածման, ստացման, հավաքների, միավորումների բոլոր ազատությունները կոնվենցիան ասում է, որ կարող են այդ իրավունքները սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական կամ պետության կամ հասարակության անվտանգության համար։ Հիմա, երբ որ ժողովրդավարական սկզբունքը, ես մի օրինակ բերեցի, չի ընկալվում որպես ելակետային դրույթ, որի հիման վրա դու քաղաքականություն ես մշակում, բնականաբար խոսել ժողովրդավարական վերականգնման մասին դժվար է։ Կամ դուք նշեցիք կրիմինալ, չէ, որովհետև
դա շատ կարևոր երբ որ քաղաքականությունը եւ կրիմինալը երկար տարիներ սերտաճված են կամ ավելի ճիշտ կրիմինալը քաղաքական կոստյումով ներկայացնում է որպես այդպիսի եւ պետք է կրիմինալազերծել, քրեականազերծել քաղաքական համակարգը դա կոնցեպտուալ հարց է կամ բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատել կոնցեպտուալ հարց է կամ իշխանությունների տարանջատման եւ փոխսասման սկզբունքը կոնցեպտուալ հարց է, որը սահմանադրությունը այս չի երաշխավորում եւ ըստ էության Թավշյա հեղափոխությունից հետո առաջնային խնդիր պետք է լիներ այս սահմանադրության վերանայումը, եթե չասեմ ուղղակի մի կողմ գցելը եւ այդ բազմիցս դրա մասին խոսել ենք, որտեղ առանց դրա երաշխիք սահմանադրական մակարդակով ժողովրդավարական զարգացման համար չի կարող լինել։ Չէ՞, սա ներքին ես մեր կազմակերպական հարցերին եմ անդրադառնում։ Ներքին այն մարտահրավերների կանխման կամ այն գործոնների վերացման կամ դրանց մարգինալացման չասեմ, այլ դրանք որպեսզի իրական դերակատարում չունենան այլևս, սա սկզբունքային է։ Երբ որ դրա փոխարեն դու ասում ես թե գնանք դատարանների դռները բանային, փոխանակ դատական համակարգի անկախության ուսամ ինստիտուցիոնալ այլ խնդիրներ լուծես, չէ՞։ Այո։ Սրանք չեն կարող համարվել ժողովրդավարական, որտեղ ինքը գործելակերպով ժողովրդավարական չի։ Եվ բնականաբար չի կարող հանգեցնել ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանը, չէ՞, եւ այն հանրային ակնկալիքի բավարարմանը, որ հանձինս Թավշյա հեղափոխության մարդիկ դուրս էին եկել։ Նույնը արտաքին մարտահրավերների տեսակետից։ Ոնց կարող ես դու պետության ժողովրդավարական զարգացումը երաշխավորես, եթե շարունակում ես մնալ ԱՊՀ-ի մեջ, որի բոլոր անդամ պետությունները ակնհայտ թղթի վրա ֆիքսված են որպես բռնապետական ռեժիմներ, հակաժողովրդավարական ռեժիմներ։ Եվ քարտեզների վրա պատկերված են վառ կարմիր գույնով որպես անազատ պետություններ։ Նույնիսկ ԱՊՀ-ի անդամագրման կամ դրա հետ կապված, ասենք Ռուսաստանի Դաշնությունը լավ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ, չէ՞ ինչ-որ ժամանակ։ Բայց Բելարուսը այդպես էլ մնաց որպես սպիտակ այսպիսի մի բան, տարածք, որը Եվրոպայի խորհրդի անդամ անգամ չգրկեցին, որտեղ միակ եվրոպական երկիրն է, որը Եվրոխորհրդի անդամ չէ։ Հիմա դու այդ պայմանագիրը բան չի, սեպագիր արձանագրություն չի, որ ասենք թե ԱՊՀ-ի անդամ լինելը կամ ՀԱՊԿ-ի անդամ լինելը դու պետք է համարես ի սկզբանե տրված, չէ՞, ոնց որ անշրջելի։ Սրբազան կովի կարգավիճակում։ Երբ որ անդամ պետություններ ակնհայտ, նույն Ռուսաստանի Դաշնությունը նահանջ է կատարում ժողովրդավարական սկզբունքներից, արժեքներից, մարդու իրավունքներից, որի հիման վրա նրան հեռացնում են Եվրոպայի խորհրդից, դա ինքն էր առանցքային պետությունը, մնացածը բան։ Դու արդեն այդտեղ ակնկալել, որ ժողովրդավարական միջավայրը, որում պետք է դու լուծես ներքաղաքական խնդիրները ժողովրդավարական ինստիտուտներին կամ արժեքներին համարժեք չես կարող։ Ու պարզ է, որ քո իրավական համակարգի որպես իրավունքի գերակայության սկզբունքին միտված իրավական համակարգի համար ԱՊՀ-ի շրջանակում վերցրած պարտավորությունները, կոնվենցիաները վտանգ են սպառնում քո իրավական անվտանգության առնվազն։ Սա այնքան պարզ է։ Էլ չեմ խոսում ԵԱՏՄ-ի մասին, որը բոլորիս աչքի առաջ եղել, ուժի սպառնալիքի ներքո, դա ես մեկ չեմ, չէ՞, բանամ, դա հրապարակային խոստովանություն էր, հենց այդ ժամանակվա իշխանության կարգառուների կողմից, որ անվտանգային նկատառումներով ստիպված անդամագրվեցին, չէ՞։ Սա պարզ բան է, որի մասին չգիտես ինչու լռում են կամ փորձում են լռության մատնել։ Եվ որ ուժի սպառնալիքի ներքո, քո անվտանգության նկատմամբ սպառնալիքի ներքո քեզ ստիպում են հրաժարվել Եվրոմիության արևելյան գործընկերության ասոցիացիան համաձայնագրից, լավ հասկացանք, ստիպեցին կամ ինչ-որ, բայց ավելի նաև
պարտադրում են եւ դու ստիպված անդամագրվում ես մաքսային հետո երասական տնտեսական միությանը ու դա համարում են ընդունելի հասկացեք դա պարզ է որ իր էությամբ դա հակաժողովրդավարական է անգամ նման մոտեցումը Դե իսկ հիմա էլ մեզ բացատրում են որ դա նույնիսկ մեր շահերից է բխում Դե հենց է դա որ շահերի եւ մենք այդ տեսակետից ենք նաեւ հիմա խոսում որ մնալ բռնապետական ռեժիմների հետ հաղորդակցության մեջ ժողովրդավարական զարգացման տեսակետից դա մի քիչ հակատրամաբանակ ոչ թե մի քիչ այդ ամբողջությամբ հակացուցված է դրանք չեն կարող այդպեսին լինել եւ մարդիկ այո ճիշտ եք Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվում կալանավորում են իրավական փոխօգնության պարտավորության հիման վրա ում արժև իրավական պարտավորության ֆաշիստական ռեժիմների տերորիստների մարդատյաց ագրեսոր պետության հետ եւ ես ասեմ նաեւ այս տեսակետից է որ խաղաղության ձևակերպումը Ադրբեջանի Ալիևի ռեժիմի հետ, հա, ես դնում եմ խորը կասկածի տակ, որտեղ բռնապետական ռեժիմի հետ խաղաղություն դժվար թե։ Բայց գիտեք ինչն է, խաղաղության ձևակերպումը քննադատողների մի ամբողջ խումբ, երբ որ Ալիևի ռեժիմը բռնապետական է համարում, բռնապետական չի համարում Պուտինյան ռեժիմը։ Հա, այսինքն ասում են դե լավ Մոռանալով է Ալիևի բռնապետական ռեժիմը առանց Պուտինյան բռնապետական ռեժիմի այո իմաստ չունի չի կարող անգամ գոյություն ունենալ որպես այդպեսին հա հիմա ես ինչու հիշատակեցի կոնվենցիան որտեղ կոնվենցիայում իրապես ժողովրդավարական պետության անվտանգության խնդիրը դա այն եզակի հասարակական կարգի անկարգությունների հա եւ շատ ուրեմն այդ հասկացություններ կան որոնց հիման վրա կոնվենցիան ընդունելի է համարում որոշակի իրավունքների սահմանափակում միավորումների իհարկե այդ սահմանափակումները չեն կարող լինել բացարձակ որտեղ այստեղ պետք է լինի որ համաչափ լինի եւ իրավաչափ բայց այդ համաչափ եւ իրավաչափ հասկացողությունը օրենսդրական մակարդակում, պրակտիկայում չի ձևավորված։ Գիտեք, չկա այդպիսի մի երկիր աշխարհում, ժողովրդավարական ես նկատում եմ պետությունների, որոնք չունենան մարտահրավեր։ Իհարկե։ Ժողովրդավարության հետ կապված եւ այդ թիվ 1 մարտահրավերը այս պահին Պուտինյան ռեժիմն է։ Այո։ Սա այնքան պարզ է, որտեղ 2008 թվականին ագրեսիան Վրաստանի դեմ 2014 թվականին Ղրիմի անեքսիան, այնուհետև 2020 թվականի ագրեսիան նոր արդեն Ուկրաինայի դեմ։ Այդ նույն ռեժիմն է։ Նույն ռեժիմը, որի պարագլուխը այսպես կոչված իբր ընտրություններով արդեն մինչև երևի թե կյանքի վերջը թուղթ է էլի նկարում, որ իբր թե ընտրվել է, չէ՞ վերջին հաշվով։ Այսինքն տեսեք, պարոն Սաքունց, մենք տեսնում ենք, որ երբ հիմա ամբողջ աշխարհում турբուլենտ իրավիճակ է միջազգային հարաբերություններում, նախորդ եղած, այսպես ասենք, աշխարհակարգը այլևս չի ապահովում միջազգային իրավունքը, իսկ նորն էլ դեռ չկա, եւ շատ հստակ ջրբաժան է առաջացել ժողովրդավարությունների եւ ավտորիտար ռեժիմների միջեւ մի կարևոր process կարծես թե վրիպում է մեր ուշադրությունից դա ռեժիմների կոնսոլիդացիան է հա մի կողմից այն ժողովրդավարություններն են շատ աննախադեպ ձևով սերտ համագործակցում իրար հետ, քանի որ ընկալում են սպառնալիքները որպես սպառնալիք բոլորի դեմ եւ շատ հստակ մենք տեսնում ենք ավտորիտար ռեժիմների կոնսոլիդացիա։ Բացի դրանից
հետխորհրդային ֆորմատները վերածվել են այդ ավտորիտար կոնսոլիդացիայի հարթակների, նույն այդ ԱՊՀ-ն, նույն այդ ՀԱՊԿ-ը, նույն այդ ԵԱՏՄ-ն, հա, տարբեր ֆունկցիաներով, մեկը անվտանգության, մյուսը ուղղակի ռեժիմի պաշտպանության, այն մյուսը տնտեսապես պատժամիջոցները շրջանցելու համար եւ այլն եւ այդպես շարունակ եւ հարց է առաջանում, եթե դու համարում ես, որ ժողովրդավարությունը մեզ համար նաեւ ռազմավարական ռեսուրս է, որը մեր դիմակայունությունն է ապահովում, ապա հարց է առաջանում, ասենք թե այդ Դուշանբեի տիպի, հա, այդ անիմաստ եւ անողոք հավաքների մասնակցությունը շարունակել է ընդհանրապես այդ պասիձելկաները, հա, բռնապետերի հետ, մեր ինչին են պետք։ Եվ ով ինչ է ապացուցում սա լղոզելով բալանսավորում բառով, հա, այսպես ասենք, համեցեք։ Գիտեք, Հայաստանը այն պետությունը չի, որ իրեն թույլ տա կամ հնարավորություն ունենա բալանսավորել այդ երկու հզոր, հա, այդ ուժերի հակամարտությունը, ես նկատի ունեմ կոնսոլիդացված ավտորիտար այդ համայնքը եւ մյուս կողմից համագործակցող, որ այնտեղ ժողովրդավարությունը չունի այդ հատկությունը կոնսոլիդացնելու եւ տեսնում ենք ինչպիսի դժվարությունների են տեսնում ենք ինչ դժվարությունների է պետք հասնել։ Ձեր դիմախոսները ձեզ կասեն, որ դուք պրագմատիկ չեք, դուք իրատես չեք, դուք քաղաքականությունից բան չեք հասկանում, ձեր մտքերը վտանգավոր են մեր երկրի ապագայի համար։ Ու դա կասեն դեմքին իմաստուն արտահայտություն հաղորդելով։ Ուրեմն ցանկացած նման որակումներ տվողները միանշանակ ավտորիտար եւ կոռումպացված համակարգային պուտինյան ռեժիմի մոդելի աչակիցներն են Հայաստանում եւ ընդ որում մի բան հստակ պատկերացնում են, իրենք գիտեն, որ նման ռեժիմը Հայաստանում կարող է այդ մոդելը իրացվի, եթե Հայաստանը դառնա շարունակի մնալ ռուսական կայսրության հպատակը։ Ուրիշ տարբերակ չկա։ Ձեր կարծիքով Հյուսիսային Կորեան ում աջակցության շնորհիվ այսքան տարիներ գոյություն ունի։ Սովետական միության եւ Չինաստանի։ Եվ հիմա ում հետ շատ հեշտությամբ լեզու գտավ Պուտինյան ռեժիմը թե զինամթերքի եւ թե անգամ մարդկային ռեսուրսների ներգրավման համար Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակելու, եթե ոչ Քիմ Չեն Ինի հետ, այդ մարդակերի հետ։ Եվ հիմա պատկերացնում եք այդ մարդակեր բառից բուն իմաստով, մարդակեր ռեժիմի հետ, ձեր սեղմողի հետ դու գնում ես մի սեղանի շուրջը նստում, որ ինչ ակնկալ ես, որ մի ձեռքով այնտեղ մարդակերի հետ ողջագուրվում են, մի ձեռքով էլ ժողովրդավարությունն է, ուրեմն պաշտպանելու։ Եվ իդեպ մենք շատ լավ գիտակցում ենք, պարոն Միրաբյան, որ Կրեմլը երբեք չի հանդուրժելու հետխորհրդային որևէ պետությունում ժողովրդավարական վերականգնման կամ ժողովրդավարական ձգտումները դա տեսա եւ իշխե հիմա Պուտինը շատ ողբերգություն է ապրում այո խորհրդային միության փլուզմամբ, որը իր համար դա աշխարհաքաղաքական ողբերգություն է շատ մեծ ողբերգություն է ապրում Ուկրաինայում Եվրոմայդանը, եթե հիշում եք, որ ֆրնդեցին այդ Տիմոշենկո կոչված, Տիմոշենկո էր թե ինչ էր դա, Յանուկովիչ չէ, կարծեմ, Յանուկովիչի այդ ռեժիմի։ Եվ ասում են, բա, այդտեղ անօրինական է եղել են, հա։ Եվ իրենց ենթարկված այդ մարդը, որը ամբողջ պետությանը նույնպես փորձում էր մտցնել ԵԱՏՄ-ի մեջ, այո, ի տարբերություն Հայաստանի այնտեղ ընդվեզեցին եւ ասին չի անդառնալի չի կարող լինել եւ իր դրան հակադարձելով
1 տարի չանցած սկսեց Ղրիմի անեքսիան, չէ՞։ Այսինքն սա այնքան պարզ է այս քաղաքական բանը, որ ասել որ դա պրագմատիզմով է, բայց ցույց եմ տալիս այդ պրագմատիզմի հետևանքը ինչ է։ Եվ հիմա եթե այդ պրագմատիզմ կոչվածի հիմքում նորից եմ կրկնում հանուն անվտանգության ազատություններից հրաժարվելու մոտեցումն է, բայց պատմությամբ է բազմիցս ապացուցվել, որ եթե հանուն անվտանգության դու զիջում ես քո ազատությունները, ապա չես ունենում ոչ անվտանգություն, ոչ ազատություն։ Այո։ Հայաստանը պետք է մաքարի, մենք բոլորս պետք է մաքարենք մեր անկախության համար։ Անկախություն ռուսական կայսրությունից։ Եվ մենք պետք է անպայման դադարեցնենք մեր սիրախաղերը այսպես կոչված կամ հայկական այսպես կներեք այդ աճպարարությունը, հա, ռուսերեն կոչված շուստրությունը, որ իբր կարանք այնտեղ լինենք ու իբր նրանք չեն հասկանում, հա։ Այո։ Ու ձև տանք, որտեղ գիտեք, հա, դե մենք համագործակցում ենք եւ ինչ ենք համագործակցում։ Ինչի շուրջ ենք համագործակցում։ Երբ որ ասենք գլխավոր դատախազը Ռուսաստանի Դաշնության կամ չգիտեմ ում Կիրգիզիա կամ Տաջիկստանը կամ չգիտեմ Ղազախստան հանդիպում են մեր իրավապահ մարմնի դատախազում ես ուղղակի ապշում եմ նրանք ինչի շուրջ եք համագործակցելու այդ ինչ արժեքների շուրջ է համագործակցում ֆինանսական տվյալների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը այդպիսի համաձայնագիր կա 158 երկրներ ստորագրել են, բայց Ուկրաինայի, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնություն, բայց Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո այդ պայմանագիրը ստորագրած ժողովրդավարական պետությունները դադարեցրել են իրենց պարտավորությունը, որ կփոխանցեն Ռուսաստանի Դաշնությանը նման տվյալները։ Ինչի՞ որտեղ Ռուսաստանը այլևս իրավական պետություն չի։ Որտեղ Ռուսաստանը այլևս ժողովրդավարական պետություն չի։ Եվ հիմա ուզում եմ հասկանամ, ընտանիք որ գնում են քննարկում, ինչ արժեքների շուրջ է։ Դու չես կարող գնաս այնտեղ խոսես այդ մարդու հետ, այդ մարդանման իակի հետ։ Ինչ որ թեմաների շուրջ հետո գաս Հայաստանում ասես դե մենք ժողովրդավարական եւ անհնար է։ Դե բովանդակությունը կարևոր չի, կարևորը բալանսավորելն է, պարոն Սարգսյանը։ Մասին են ասում։ Ես մշտապես եմ այդ օրինակը հիշեցնում։ Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը ասավ, իսկ կյանքում ձեռ չեմ տամ այդ կագեբեյշնիկին։ Որտեղ ինստիտուցիոնալ առումով այդ կագեբեին, ՖՍԲ-ը ասած ինքը հիմնական գործիքն ա եղել մարդկանց հետապնդելու եւ այլն։ Իսկ հիմա մենք ժողովրդավարության մասին ենք ասում։ Մենք ազգային անվտանգության ծառայություն կագեբեյա զերծեցինք։ Երբ որ Վանեցյանին նշանակում էին ազգային անվտանգության ծառայության պետ, մենք ես եւ մեր գործը հարց ենք բարձրացնում։ Իսկ դուք ունեք տվյալներ կամ արդյոք ստուգել եք, որ Վանեցյանը ներքաշված չի եղել ազգային անվտանգության ծառայությունում մինչև հեղափոխությունը քաղաքական հետապնդումների մեջ։ Չէ, հարցը օրակարգում չէր։ Դե ոնց սիրո հեղափոխությունը։ Չէ, այսինքն ներել ենք։ Հնարավորություն ենք տվել դարձի գալու, պարոն Սարգսյան։ Դա ոչ ես, ոչ դուք, ոչ էլ որևէ ամենաբարձր պաշտոնատար անձ իր անձնական մակարդակում կամ խոսիթով չի կարող ներել կամ չներել։ Դրա համար կան ինստիտուտներ, ինստիտուցիոնալ մոտեցում։ Դրա համար դա կոչվում է լյուստրացիա, դա կոչվում է անցումային արդարադատություն։ Հայաստանի Հանրապետությունում ոնց կարող ենք մենք, հիմա շատ կոնկրետ եմ հարցը ձևակերպում, ոնց կարող ենք մենք երաշխավորենք ժողովրդավարական զարգացումը, պետական ինստիտուտների նկատմամբ հանրության վստահությունը, եթե պետության զավթման ժամանակահատվածում
այն բոլոր քաղաքացիները, որոնց իրավունքները խախտվել են, նրանց իրավունքի խախտման փաստը չի արձանագրվել։ Այո։ Այդ մարդիկ լսված չեն, նրանց ձայնը, որ տուժել են այդ համակարգից, օրինակ մարտի 1-ը չի, կներեք։ Ընդ որում նաև մարտի 1-ի ժամանակ հոմիային 10 սպանվածները չեն։ Հազարավոր ռեպրեսիայի ենթարկված։ Այո, այդ մարդիկ, որոնք բռնության են ենթարկվել, որոնք ունեզրկվել են, աշխատանքից են հեռացվել, թողել են երկիրը փախել, այդ մարդկանց արդարության ձգտումը, որը 2018 թվականին արտահայտվեց, ունեցավ ինստիտուցիոնալ ձևակերպում, հո բանով չի, խոսքերով չի, ինչի՞ միայն 2008 թվականին, բայց 2003-4 թվականներին, 99 թվականին, որ ամեն մի ընտրության հետ և նախընտրական և հետընտրական, այդ մարդկանց, որոնց իրավունքները խախտված է, նրանք լսել եղան, նրանք զգացին, որ իրենց նկատմամբ խախտում կատարածները պատասխանատվություն են կրել, չէ, և դա մեկ-երկու դատական պրոցեսի մասին չի խոսքը, դա կոլեկտիվ, հանցավոր, խմբավորման կողմից շարունակաբար մարդկանց ահաբեկչության մեջ պահելու մասին է խոսքը։ Այդ ամբողջ տասովչիկների, մի ամբողջ կրիմինալ խմբավորումները հիերարխիա է եղել։ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը Կարեն Անդրեսյանը ժամանակի նավթահեր զեկույց էր, չէ, հրապարակել զոնալ այդ դատախազներ, դատավորներ, դատական համակարգի վիճակ, դրանից որից եզրակացություն չկար, որ դա ինստիտուցիոնալ լուծում է պահանջում, ոչ թե մեկ-երկու դատավոր, այն էլ Մնացական Մարտիրոսյանի նման և իր մի քանի դատավորներ, որոնք քաղաքական հետապնդման որոշումներ են կայացրել, շարունակեն մնալ դատական համակարգում ավելի նաև պաշտոնական առաջխաղացում ունենալ։ Նույնը նաև ոստիկանների մասին է խոսքը։ Բայց քաղաքացին, ես միշտ եմ ասել, այն քաղաքացին, որի ոստիկանության բաժնում բռնության է ենթարկել։ Հեղափոխությունից հետո, երբ որ նորից գործ է ունենում ոստիկանության հետ կամ դիմում է ինչ-որ հարցով, և տեսնում է իր նկատմամբ բռնություն կատարող ոստիկանը շարունակում է ծառայությունը այդտեղ, իր պատկերացումը պետական ինստիտուտների նկատմամբ փոխվելու է։ Բնականաբար ոչ, և այստեղ նույն երկաթուղին մնում է, որի կոռուպցիոն համակարգում, իր դրսևորումների մասով, լուրեր չասեմ, այլ նյութերը, տեղեկությունները մնացին անհետևանք։ Հիշում եք, ազգային ժողովի ավարտում ենք, պարոն Սաքնուց։ Գազի մատակարարման հետ կապված 300 միլիոնի թե 200 միլիոն դոլարի հետ կապված խոսակցություն կար։ Այո։ Ով է քննել այդ գործը։ Կամ ինչի պետք է քննության չառնվի։ Տեղյակ չեմ։ Գիտեք, ես մի բան ասեմ, իհարկե ավարտենք։ 2026 թվականի հունիսի 7-ը շատ բախտորոշ նշանակություն ունի։ Շատ բախտորոշ նշանակություն ունի, թե Հայաստանը որպես պետություն լինելու է այդպիսին թե ոչ։ Եվ քաղաքական համակարգում սուբյեկտների այն վիճակը, որ հիմա կա քաղաքական, որը ոտնահարված է եղել, ոտնատակադրված է եղել 20 տարի շարունակ առնվազն 25 տարի։ Մենք շատ վճռական, դասեղ սովորական ընտրություններ չեն, շարքային ընտրություններ չեն, նույնիսկ 2021 թվականի ընտրությունների չի կարելի համեմատել, բայց հանրությունը շատ դժվար ընտրության առջև է կանգնած, որտեղ հանրության, եթե կերակրեն էլի ով է Գողփիսոն, ով է Քաչարշունը եւ խոսակցությունը չի գնալու ժողովրդավարական արժեքների հիման վրա ինստիտուտների վերականգնման, հանրային վստահության ձևավորման մասին եւ հստակ չի լինելու
պարտավորություններ անելիքների առումով շարունակել ենք մնալ ԱՊՀ, ՀԱՊ, չգիտեմ, ԵԱՏՄ եւ այլ այդպիսի դռնապետական կրիմինալ խմբավորումների կազմում, հա, ասել ենք քաղաքական նպատակահարմար այդ շուստրությունը կներեք այդ բառի համար։ Ապա բավական լուրջ խնդիր ունենք եւ այդ առումով իհարկե պետք է հանրությանը տալ ընտրության հնարավորություն։ Եվ իմ կոչս բոլոր ժողովրդավարական ուժերին իրապես ժողովրդավարական ոչ թե անունով, այլ բովանդակության մոտեցումներով։ Իհարկե այստեղ համախմբան եւ համագործակցման կոչ եմ անում, որտեղ այստեղ չկա կուսակցական արտեն պայքար։ Կամ մենք լինելու ենք, պարոն Միրաբյան, եւ կշարունակենք համատեղ այսպես թեկուս հեռավար, կամ էլ պետք է քրեակատողական հիմնարկներում հայտնվենք, կամ էլ Վրաստանի այդ իրավիճակում, որտեղ Վրաստանը տիպիկ օրինակ է, թե ինչ հետևանք է ունենում, երբ որ պետությունը հանձինս իշխանությունների նահանջ է կատարում ժողովրդավարական սկզբունքներից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությունում է լուրջ խնդիրներ ժողովրդավարության։ Իսկ մեր մոտ ինստիտուտների չկայացվածության պարագայում դա արդեն ավելի լուրջ վտանգ է։ Սա իրապես ոչ թե վախեցնում եմ կամ բան, այլ ուղղակի ասում թե ինչ խնդիր ենք լուծում եւ քաղաքական կուսակցությունները պարտավոր են այս իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշումներ դիրքավորվել եւ դիրքորոշում ներկայացնել։ Այդ ուժերին մենք գիտենք, որ պատրաստ նույնպես եմ կրկնում։ Նրանք կտրվել են երկար ժամանակ 7 տարի կերակրատաշտակից, հիմա այդ սոված ամեն բան պատրաստ են անելու ձեռք գցեն էլի նույն այդ լծակները եւ պատկերացնեք դրա հետևանքը որն է լինելու, այն ինչ նույնպես եմ կրկնում մեր հարևան Վրաստանը։ Լավագույն դեպքում։ Շնորհակալ եմ պարոն Սաքունց, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ դիմենք ձեզ բարբերաբար մեկնաբանությունների համար։ Մինչ նոր հանդիպում, բարի նույնպես։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով գլխավորում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, լսեցինք իր դիտարկումները կապված ժողովրդավարության ընկալումների հետ մեր հասարակության շրջանում, ինչպես նաև քաղաքական դասի տարբեր սեգմենտների մեջ 26 թվականի ընտրություններին ընդառաջ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ջերուսման սեզոնին ընդառաջ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու
Մեկ գնացինք աննախադեպ ակցիա իդեալ համակարգում։ Գնեք 3 քառակուսի մետր սալիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով։ Եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով։ Գործում է նաեւ ապարիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում պատմական իրադարձություն է տեղի ունենում։ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այնտեղ հավաքվել է գագաթնաժողով, խաղաղության գագաթնաժողով եւ այս գագաթնաժողովը նվիրված է այն համաձայնությանը, որը ձեռք բերվեց ամերիկյան դիվանագիտության ջանքերով առաջին հերթին Իսրայելի եւ Համաս տերորիստական շարժման միջև, որ վերջապես այդ պատանդներին նրանք ազատ արձակեցին, ինչպես հայտնի է Իսրայել վերադարձան ողջ մնացած 20 անձ, ով պատանդարված էր դեռ 23 թվականի հոկտեմբերի 7-ից, դրա դիմաց էլ Իսրայելն ազատեց բանտերից պաղեստինցիների շուրջ 1900 հոգու, որոնք տարբեր պատժաչափերով այնտեղ բանտում էին գտնվում, ոմանք էլ նրանցից ընդհանրապես ցմահ։ Այնուամենայնիվ այս հարաբերակցությունն էլ ցույց է տալիս մարդու արժեքի նկատմամբ վերաբերմունքը երկու այդ հարևան սուբյեկտներում, Իսրայելում եւ Գազայում, սա առաջին անգամը չէ այդ հարաբերակցությունը։ Եվ այստեղ շատ կարևոր է հետեւյալը, որ այս գագաթնաժողովին հրավիրված են որոշ երկրների առաջնորդներ, որոնք թվում էր, թե ինչ կապ ունեն Իսրայելի եւ Գազայի միջև այս համաձայնությունների հետ, եւ չեն մասնակցում երկրներ, ովքեր ուղղակի հեռու են պահվում այս ամենից, որովհետեւ տասնամյակներով եղել են այս արյունալի կոնֆլիկտի ուղիղ շահառուն։ Փորձենք հասկանալ, թե ինչ procesներ են ըստ այդմ ուրվագծվում առաջիկայում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրը Արևելագետ, Արաբագետ, մեր համալսարանի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն է։ Բարև եք եկել, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Քոչարյան, դուք ուշ-ուշով հետևում եք այս գագաթնաժողովի նախապատմությանն էլ, հենց բուն գագաթնաժողովի ընթացքին էլ ինչ է փոխում եւ ինչ է նշանավորում եւ տարածաշրջանում ինչ է փոխում այս գագաթնաժողովը, Իսրայել-Համաս այս համաձայնությունը, համեցեք։ Շնորհակալություն։ Գիտեք, հետաքրքիրը այն է, որ տեսնում ենք Միացյալ Նահանգների, հատկապես Տրամփի աշխատակազմի եւ անձամբ Տրամփի հետեւողական քայլերը, այն ինչը ինքը որպես նախագահ ընտրվելուց շարունակում է պայմանական այդ խաղաղության գործընթացը, այսպես ասած, որը փորձում է ամեն մի կոնֆլիկտում ունենա իր դերակատարությունը, դրանով բարձրացնելով թե իր անձնական դերը, թե Միացյալ Նահանգների դերը։ Այս տեսանկյունից հետաքրքիր է, որտեղ եթե վերցնենք այն ինչ որ թվարկումը թեկուզ
Տրամպը, որ 8-9 խաղությանը հասել լինի դեպքերում, 8-9 թվարկում, եթե վերցնենք այդ ցանկում միգուցե երևի թե այդ կոնֆլիկտային նախապատմությամբ եւ երկարատև կոնֆլիկտով այդ շարքում կառանձնանար հայ-ադրբեջանական խնդիրները, իսկ այսօրվա գագաթնաժողովով, որը փաստացի Իսրայելի եւ Համասի միջև վերջ դրվեց ռազմական գործողություններին, ասենք շատ լուրջ ձեռքբերում է համարվում Տրամպի համար, հատկապես վերջինը, որովհետեւ շատ են աշխատել եւ այսօր տեսանք բոլոր այդ ելույթները, որ հետևում էինք, թե ինչքան կարևորվեց եւ Տրամպը որքան իրեն եւ այն ջանքերը, որ թափվել էր իր աշխատակազմի կամ իր զինակիցների, այսպես որտեղ այստեղ միայն աշխատակազմի խնդիր չի, շատ կոնկրետ մարդիկ, կոնկրետ կիսում են այս գաղափարները Տրամպի հետ եւ փորձում են աշխատել, դրանց, այսպես ասած, երեկոն էր, եթե կարելի է տենց ասել, որտեղ եթե տեսել եք կադրերը Կնեսետի ելույթներից, ոտնկայք ծափահարություններ, գովերքի, շնորհակալության խոսքեր, եւ այդ ամբողջը Տրամպը կարողացավ կապիտալիզացնել եւ միևնույն ժամանակ ցույց տալով, որ ռազմավարական զինակցի գործընկերոջ դիրքերը բարձրացնել, որտեղ մինչև այս գործարքը Իսրայելը մեկուսացված էր, Իսրայելը գտնվում էր լուրջ ճնշման տակ միջազգայինորեն բոլոր դերակատարների կողմից, Միացյալ Նահանգների կողմից նույնպես, իսկ հիմա հայտնի ձևակերպումն է, որ հաղթողներին չեն դատում կամ հաղթողներն են որոշում, այս փուլում այս պայծրությամբ այդ տանդեմը եւ կոալիցիան անձնես Իսրայել եւ Միացյալ Նահանգներ տոնում է իր հաղթանակը եւ վերաձևակերպումը այս պայծրությամբ այդ արաբա-պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի հետագա տրամաբանությունը եւ ընդհանրապես պաղեստինա-արաբական եւ Մերձավոր Արևելքի նոր ճարտարապետություն անվտանգային թե ոնց ինչպեսին պետք է լինի, իսկ դա բազային արժեքը տեղ դառնում է արդեն խաղաղությունը, խաղաղություն, ճիշտ է այն խաղաղությունը, որը հասկանում է Տրամպը, ոնց պատկերացնում է Տրամպը, դա միշտ չի որ համընկնում է մյուս դերակատարների խաղաղությամբ, բայց բոլորը կարծես թե այդ գագաթնաժողովին գալով նաև ընդունում են, որ այս պահին այդ խաղաղությունն է, որը հնարավոր է։ Իսկն սա է փոխվել եւ նոր իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում, որին զուգահեռ մենք խոսում ենք, բայց գագաթնաժողովն էլ է զուգահեռ տեղ ունենում, այնտեղ կարևոր է հետո հետևել հասկանալ, թե ինչ շեշտեր եւ ինչ անելիքներ մատնանշվեցին հետագայի համար։ Փաստորեն բոլորն առաջնորդվում են չարյաց փոքրագույնը տրամաբանությամբ, հա՞, ճիշտ հասկացա։ Ոչ թե չարյաց, այլ այս բան եղած հնարավոր է։ Դա չարյաց դիրքից է կախված, թե որ դիրքից եք նայում, բայց ռեալ գնահատում են իրավիճակը, որ այն էր ինչ հնարավոր էր։ Ոստեղ անձնական դերակատարություն, այսինքն Տրամպը ինքը նշեցրեց, որ շատ դժվար էր Նետանյահուի նման մարդու հետ բանակցել, Կնեսետում այդ հայտարարությունը հնչեց, որ շատ դժվար անձնավորություն է բանակցելու համար, բայց ես իրան ստիպեցի, ասեցի, որ սա է ճիշտը, նա ընդունեց։ Իսրայելի տեսանկյունից, այսինքն այն ինչ որ հայտարարվել էր գերի վերցվածներին կամ պատանդներին կամ ինչպես արաբական կողմն ասում ռազմական գերիներին, որտեղ դրանցից մի քանիսը ռազմական գործողությունների մասնակիցներ էին, որոնք գերեվարվել էին, մնացածը խաղաղ բնակչություն էր, այսինքն այստեղ
այդ մասով ոնց որ կատարվել է այն ինչը որ հայտարարում է Նետանյահուն։ Բայց Համասին վերջ տալու տեսանկյունից դա ոնց որ նախատեսված է պլանով Տրամպի, բայց այն ինչ որ տեղի ունենում այսօր հողի վրա Գազայում հենց այս պահին, որտեղ չկա իսրայելական բանակը, տեսնում ենք դուրս է եկել, բայց ասենք փողոցները մաքրում է ադմինիստրացիան, այսպես ասած, որ այդ Համասի ստրուկտուրաներ են, այսինքն իրենք են կազմակերպված միակ ուժ ընտեղ հաշվեհարդար են տեսնում բոլոր այն ուժերի հետ, որոնք նրանց դեմ էին աշխատում, որտեղ կան տարբեր ընտանիքներ, տոհմեր, նույն գազատվածում, որոնք մի մասը Ֆաթի հետ է, Արևմտյան ափի իշխանությունների հետ է, եւ ընդդեմագործել Համասին, մյուս մասը մեղադրվում է իսրայելական ուժերի հետ համագործակցության, տեսնենք որ փաստացի Համասը այս պայծրությամբ փորձում է հողի վրա ստեղծել մի իրավիճակ, որ բացի իրանցից էլ չմնա այն ուժը, որի հետ կարող են հետո քննարկեն հետագա ոնց են կազմակերպելու կառավարումը Գազայի հատվածը, որտեղ պլանում նախատեսված է նաեւ այլ ուժերի հետ Գազայի կառավարում, այդ այլ ուժերի հարցը փորձում են զուգահեռաբար ի սկզբանե, այսինքն այդ հարցը չի լուծվել, այսինքն եթե հայտարարությունները, որոնք անում էր Նետանյահուն 2 տարի առաջ, մի տարի առաջ, այսինքն Համասի մասով դեռ մնում են հարցականներ եւ կարծեք թե Համասն էլ Իսրայելն էլ ոնց որ թե դեմ չի որ Համասը մնա, որտեղ մնացածից կարծեք թե մնացածից աշխատելը ավելի բարդ են դիտարկում, քան Համասի տարբեր վերլուծություններ այսօր եղան, բայց փաստը որ ունեք այս պայծրությամբ Համասը միակազմակերպված ուժն է Գազայի հատվածում, ովքեր դեմ են եղել, ովքեր աշխատել են իսրայելական ուժերի հետ, դրանց սիստեմատիկ ոչ չացում է տեղի ունենում, բախումներ են տեղի ունենում, կռիվներ են, այսինքն տեսակ այնտեղ տարբեր լուրեր են գալիս այս ամեն ինչից, սա էլ իր հերթին կարող է հարցակային տակ դնել հետագա զարգացումները, որտեղ Իսրայելը մեկ է իրան վերապահում իրավունք շարունակելու, այսինքն եթե որևէ փուլում այս գործարքը ինչ որ մի պատճառով չկա կանա Համասն էլ հասկանում է ամեն ինչը եւ փաստացի փորձում են հողի վրա ստեղծել իրավիճակներ, որ իրենց արժեքը չընկնի եւ իրենց հետ շարունակեն խոսել, այստեղ դեռ զսպող դեր է կատարում իմ կարծիքով կատարը, որը կարողանում է տվես փոխանակումները, որ նայում ենք, չկային առաջվա այն շոուն, որը կազմակերպվել Համասը։ Սա ոչ թե Համասի ուժերի պակասության մասին է խոսքը, սա ակնհայտ է, որովհետև Ալ Ջազերան էլ որ նայում էի, շատ տարբերվում էր լուսաբանումը նախորդ շրջանի փոխանակումներից, այսինքն այստեղ կա ընդհանուր կոնսենսուս, որ այս պահին այս լուծումն է միակ տարբերակը, որ պետք է բոլորը աշխատեն սրա ուղղությամբ եւ Համասը դա համար ստիպեցին, որպեսզի համաձայնվի։ Այստեղ ամենամյուս կարևոր հարցը, որին դեռ պետք է անդրադառնամ, դա Համասի զինաթափումն է։ Այո։ Որը ամենա ցավոտ հարցն է լինելու եւ ստեղա, որ Կերևա այս պլանը կաշխատի ամբողջությամբ, թե ելի կունենանք կիսատ իրականացված պլան եւ այլ զարգացումներ, իսկ Համասը մտադիր չի այսօր զինաթափվելու, այսինքն առնվազն այն ելույթները, որոնք ունենում էին Համասի տարբեր ղեկավարները, բացատրում են, որ զինաթափելը կապված է Իսրայելի ներկայությամբ եւ Իսրայելի սպառնալիքով, եթե դա չլինի, զենք էլ չի լինի։ Տեսնենք ոնց կզարգանա այդ ուղղությունը, բայց սա ամենախնդրահարույց ուղղություններից մեկն է նաեւ։ Պարոն Քոչարյան, տեսեք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ Համասի եւ Համասի նման մի շարք այլ կազմակերպությունների համար կարևորը ոչ այնքան Պաղեստինի պետություն լինելն է, որքան Իսրայել պետության չլինելը։ Դե մյուս կողմից էլ Իսրայելի համար պերմանենտ սպառնալիքներ ստեղծելով իրենք, ասենք,
ինչի պետք է զարմանան, երբ Իսրայելը վարվում է այնպես, ինչպես վարվում է։ Տրամաբանական չի այս ամենը։ Գիտեք, այստեղ մի քիչ շատ նուրբ է այդ սահմանը, որպեսզի պաղեստինցիների համար սա իրենց տարածքներում օտարածին պետության մասին է խոսքը։ Պաղեստինցիները իրենց պապերով եւ հիշում են, որտեղ իրանց հողերն ա եղել։ Եվ 46 թվականի դեպքերը, հետո այս անկախացումը, Իսրայելի ստեղծումը, նրանք համարում են ոչ օրինական եւ դրա համար չեն ճանաչում այդ պետությունը։ Դա իրենց համար իրենք պայքարում են իրենց պետության, իրենց հողերի, իրենց անկախության համար։ Դա կլինի Պաղեստինի համաշարժումը, կլինի իսլամական ջիհադը, կլինի Ֆաթհը, արևմտյան ափում, բոլորը այդ նպատակ ունեն, մեթոդներն են տարբեր։ Մեկը ընտրում է քաղաքական երկխոսության դիվանագիտության ճանապարհը, մյուսը ընտրում է ռազմական ճանապարհը, մյուսը աբեկչական ճանապարհը։ Սրանք այս շարժումները տարբերվում են հիմնականում իրենց այս մոտեցմամբ, թե մեկ էլ ինչ կառավարման տեսակ պիտի լինի այդ Պաղեստինը, եթե վաղը լինի։ Իսկն իսլամական շարիաթով պետք է լինի, թե պետք է ազգային պետության։ Սրանք այս է տարբերությունները, իրենք չեն իրենք իրենց հողերն են ազատագրում։ Հիմա հողերը ազատագրելու համար կարելի է երկար քննարկել, ինչ արժեք կարելի է վճարել, ինչ գին կարելի է վճարել։ Եվ իրողությունների հետ էլ հնարավոր չէ հաշվի չնստել, չէ՞։ Հա, այս խնդիրը դա շատ նուրբ է, դա Պաղեստինի տեսանկյունից եք նայում, սա ազատագրական շարժում է, եւ Իսրայելը ինչ որ անում է, անօրինական է եւ ռազմական հանցագործությունների դիրքը, իդեպ դրա մասին նաեւ համապատասխան միջազգային ստրուկտուրաներն ու կառույցներն էլ խոսեցին եւ ներկայացրեցին, այսինքն համարժեք չեն իրար գործողությունները։ Նրա համար այստեղ մյուս կողմից կա իրականություն, որտեղ գործ ունեք Պաղեստինի պետության տեսլականը կամ ստեղծելու հնարավորության, որտեղ նույն Պաղեստինի մեջ տարբեր խմբավորումներ իրար հետ պայքարում են, իրենց մեթոդները արդարացնում են, որ ամենամոտը իրենք են կանգնած այս հարցի լուծմանը։ Եվ Համասի այս 2 տարվա գործողությունները եւ այն ինչ որ այսօր տեղի է ունենում, շատ ոչ թե վնասում է Համասի հեղինակության, այլ ընդհակառակը Համասի հեղինակությանը բարձրացնում է չնայած այն բոլոր տառապանքները, որ Էջոորտուն տեղ ապրում է եւ հողի վրա այսինքն չկա գազայի հատվածի 80%-ը չկա ավերակները։ Այսինքն բայց տեսեք նոր քանակության մարդիկ ազատագրվեցին։ Այդ ամեն մեկը մի ընտանիքներ ու գերդաստաններ, որոնք բաղկացած են անվազն մի անգամ 5 արեք, եթե ոչ ավելի շատ, դուք ունեք այդքան 1900 հոգի եթե վերցնեք, անգամ արեք 5, կստանաք մոտավորապես 10,000 հոգի, որ արդեն աջակից Համասի, որտեղ Համասի շնորհիվ դրանք եկան տուն, որոնք չէին գալու տուն։ Եվ այս տեսանկյունից Համասը շարունակում է մնալ դեռ այդ հեղինակություն ունենալ փողոցի եւ Պաղեստինյան հասարակության շրջանում։ Սա շատ դժվար է լինելու, չնայած Համասին չհաջողվեց իր ուզած քանակի մարդկանց եւ իր ուզած մարդկանց դուրս բերել, բայց միևնույնն է, սա սոցիալական էֆեկտ ունենալու է հասարակության մեջ եւ նոր շրջաններ, նոր մոբիլիզացիա է բերելու այդ Համասի ստրուկտուրաներ, սա բոլորն մերձավորավելքով զբաղվողները եւ նույն Իսրայելում մերձավորավելյան քաղաքականության եւ հարակից երկրներ հասկանում են, որ սա տենց լինելու է։ Եվ դա մնալու է որպես այն գործոնը, որը ցույց է տալու, որ իրենք կարողացան փոխել իրավիճակ։ Միջև որ միակ լուծումը կարող է լինել դրան կամ դրան հավասարակշռել է Պաղեստինի պետության ստեղծումը, որը կարող է արդեն չեզոքացնի այս գործոնը եւ ստիպի նստել այլ դրամաբանությամբ սեղան շուրջ խոսելու, բայց դա ոնց որ թե չենք տեսնում։ Պարոն Քոչարյան, հիմա պրոյեկցենք այս ամենը մեր տարածաշրջանին, այս գագաթնաժողովին Շարմ էլ-Շեյխում հրավիրված են Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը, այնտեղ իդեպ այս մեր քննարկումից ոչ
շատ առաջ տեղի ունեցել նաև երկկողմ հանդիպում, այնտեղ մենք տեսնում ենք բազմաթիվ այլ առաջնորդների, Մակրոն, Մերց, Պակիստանի վարչապետ եւ այլն։ Չենք տեսնում Ռուսաստանի եւ Չինաստանի որևէ ներկայացուցիչ եւ նաեւ այսպես որոշ լրատվականներում ոչ պաշտոնական բնականաբար տեսա որ տեղեկատվություն հենված իբր ինչ-որ ինսայդների վրա, հա, ներքին տեղեկատվության, որ Հայաստանին առաջարկված է միանալ Աբրահամի համաձայնություններին։ Հիմա փորձենք այս ամենը պրոյեկցել, նախ հասկանանք ինչ, լավ, ասենց ասեմ, ինչ գործ ունեն Հայաստանը եւ Ադրբեջանը Շարմ էլ-Շեյխում այս իրադարձությունների համատեքստում։ Իհարկե, պատասխանն ակնհայտ է, որ սա Թրամփի համար նախ հաջողության պատմություն է։ Երկրորդը, եթե մեր տարածաշրջանը մերձավոր արևելքի հետ քիչ բան է կապում, բայց ամերիկյան շահերը հաստատապես կապում են, ընդ որում շատ սերտ։ Եվ այլն, համեցեք։ Դեք վերջից փորձենք խոսել, մենք մերձավոր արևելքում ենք, ուզենք չուզենք, մեզ շատ բան է կապում եւ մեր կամ առնվազն այն ճարտարապետությունը, որ ձևավորվում է այս ընթացքում եւ ցույց է տալիս, որ ընդհանուր մերձավորարևելյան ճարտարապետության անվտանգային համակարգի մեջ ենք եւ ուզենք չուզենք դրա հետ պետք է աշխատենք ու դրա հետ համակերպվենք կամ վերանայենք մեր ռազմավարությունները, եթե կարիք կա որոշ տեղերում եւ նորերն է պետք մշակել այն դիրքից, որ սա է մեր բնական արեալը, որոնց հետ պետք է գործ ունենանք պետությունների հետ հիմնականում։ Դրա համար այդ մի կողմից։ Երկրորդը ճիշտ է, որ սա նաև հրավեր է ստանալ եւ Հայաստանն ու Ադրբեջանը կանչել Թրամփի համար կարևոր է, որտեղ սա իր հաջողության պատմություններից ամենակարևոր պատմություններից մեկն է։ Ոնց որ ինքը ասաց, չէ, ելույթի ժամանակ որ գնալու եմ այնտեղ կլինեն Հայաստանը եւ Ադրբեջանը, ու ասաց, այս անգամ ճիշտ սովորել եմ անունները, ճիշտ ասեցի։ Այսինքն այս կարևոր է նաեւ եւ կարևորը նաեւ մենք ձեր հետ ձեր սրահում խոսել ենք հաղորդումների ընթացքում, որ Աբրահամյան համաձայնագրերը դարձել են Միացյալ Նահանգների համար արտաքին քաղաքականության կարևոր գործիք, որի հիմնական բաղադրիչը խաղաղությունը խաղաղության միջոցով կոմունիկացիան վերականգնումը դառել առանցքային եւ այստեղ կարևորը չի Իսրայելի հետ հարաբերությունները։ Այո։ Դե սկսել է դա Իսրայելի հետ հարաբերությունները բարելավան, բայց շարունակում է կոմպոնենտը լինել, բայց ավելի լայն ընկալմամբ դա իմ դիտարկմամբ դարձել է Միացյալ Նահանգների համար արտաքին քաղաքականության պարադիգմա, որով աշխատում են այս առնվազն այս տարածաշրջանում, եթե չասենք ավելի լայն, որտեղ ՕԵՍ տրամաբանության մեջ է Հայաստանը եւ Ադրբեջանը հրավիրված նաեւ այս գագաթնաժողովին, եթե անգամ նախատեսված կարող է վերջում նախատեսված լինի նման բան, որ միանալ Աբրահամական համաձայնություն, բայց եթե դա տեղի ունենում, պետք է ավելի հստակեցնել ինչ-բան Աբրահամյան համաձայնագրերը եւ այսինքն տալ նա բովանդակությունը վերաձևակերպել, որտեղ այն ձևակերպում, որը կա եւ շրջանառվում է եւ որը գիտենք, որ ոնց առաջացել, մի քիչ անհետ է դառնում, որտեղ Իսրայելի հետ հարաբերությունները Հայաստանը ունի եւ նույն Ադրբեջանն էլ ունի հարաբերությունները, բայց այդ խաղաղության միջոցով կոմունիկացիաների բացելը եւ դրանց աշխատելը կամ ընդհանուր ձևակերպումը, որ Թրամփը շատ է սիրում ասել տարբերություն, ասում է, եթե կարանք փող աշխատենք, իջի կռիվանենք, էսա, որ ստիպում նաև այդ շարքից ամենահաջողը միջև պաղեստինյան իսկ գերիների փոխանակումը, պատանների փոխանակումը, որ տեղի ունեցավ, սա ամենահաջող պատմությունն է իր, որ ուներ դրա համար Նաև սա է կարևոր, որ հրավիրվել են երկու
կողմերն էլ ստեղ արդեն Հայաստանից եւ Ադրբեջանից առանձին կախված կլինի թե ով ինչ կառաջարկի գագաթնաժողովին եւ որ մասով կմասնակցեն այս ընդհանուր մերձավոր արևելքի նոր ձևավորվող ճարտարապետության, որտեղ տրամաբանականորեն հաջորդ թիվ պետք է լինի նաեւ գազայի հետ վերակառուցման հետ կապված գագաթնաժողով էլ մի, որտեղ քննարկեն այդ հնարավորությունը, ստեղ կարող է ընդհանուր խաղաղության գագաթնաժողովին քննարկեն ընդհանուր զարգացման տենդենսները եւ այն սկզբունքները կամ պայմանավորվածություններ ձեռք բերել նախնական, բայց հաջորդիվ կլինի նաեւ նման մի գագաթնաժողով, որտեղ ստեղ եւ բրիտանական կողմն դրա մասին խոսում, որը քիչ դերակատարություն չի ունեցել այս ամբողջ process-ի ընթացքում։ Ֆրանսիան է խոսում դրա մասին եւ ստեղ հաջորդիվ հիմնական մեծ խաղացողները եվրոպական երկրները եւ արաբական երկրները պետք է համաձայնության գալ, թե ով ինչ մասով եւ ինչպես է մասնակցելու գազայի վերակառուցման գործընթացին, իսկ եթե ելույթից Տրամփի մեջ բերենք այսօրվա, ասում էր, որ դա մեծ գումարներ է, բայց արաբական երկրների ասում էր հարուստ երկրների համար այդ ոչ մի բան է, շատ քիչ է։ Եվ պարոն Քոչարյան, տեսեք Աբրահամի համաձայնությունները եթե իր մեջ հավելյալ, այսպես ասենք, փիլիսոփայություն չպարունակեին, ապա կոչվեին արաբա-իսրայելական համաձայնություններ, մերձավոր արևելյան համաձայնություններ եւ այլ հազար ու մի ձև, բայց ինչու Աբրահամյան, որովհետեւ սրա մեջ կա 3 Աբրահամյան կրոնների, այսպես դավանողների միջև հաշտություն, հա։ Հիմա այդ 3 Աբրահամյան կրոններից մեկն էլ քրիստոնեությունն է։ Նայում ենք մերձավոր արևելքում քրիստոնեական երկիր ըստ էության կիսով չափ կեսից էլ արդեն պակաս դարձած միայն Լիբանանն է։ Մնում են հուդայականները եւ մուսուլմանները։ Բայց համաձայնություններն Աբրահամյան են։ Հիմա այստեղ Հայաստանին, որ առաջարկվում է, սա ինչ նշանակում է, որ Հայաստանը պետք է այդ քրիստոնեական մասը ապահովի այս համաձայնությունների, որովհետև ես չեմ լսել, որ օրինակ Ֆրանսիային առաջարկվի Աբրահամյան համաձայնություններ Իսրայելի հետ կամ որևէ արաբական երկրի հետ։ Ընդհանրապես չէ, որևէ, բայց տեղեկատվություն կա, որը ես չգիտեմ, չի հաստատվել համենայն դեպս, բայց չի էլ հերքվել, որ դա այդ առաջարկն արվում է Հայաստանին, արի ուտես։ Ինչ կասեք այստեղ եւ մի բան էլ, հա, քանի որ արդեն ամփոփելու պահն է մոտենում, նաեւ Իրանի դերակատարությունն այստեղ։ Իրանը ամենաարմատական հակաիսրայելական դիրքերից է հանդես եկել եւ հիմա կանգնել է արաբա-իսրայելական, այսպես հաշտեցման փորձերի փաստի առաջ եւ հնարավոր շատ բարդ կլինի, էլի արաբներից ավելի արաբ, այսպես ներկայանալը, շարունակելը մանավանդ, որ գործերն էլ ամենևին էլ լավ չեն Իրանի, իսկ Թրամփն էլ կոմպլիմենտներ է շռայլում, ասելով, որ չէ, իրենք աշխատելու են արդեն հանուն խաղաղության, չէ, պատերազմ իրենք էլ չեն ուզում, մենք էլ չենք ուզում, Իսրայելն էլ չի ուզում, համեցեք։ Հայաստան հետ կապված եւ Ադրբեջանի Վիտկոֆը ժամանակին արել էր նման հայտարարություն, որ կարող են միանալ, այսինքն բայց մնացածը կապված կրոնական այդ մեկնաբանությունը, որ ներկայացի գործի չկրկնվեմ, կարելի է ենթադրել, բայց դա կլինի ենթադրություն, որտեղ ոչ միտեղ չունենք արձանագրված նման մեկնաբանություն Աբրահամյան համաձայնագրերի, բայց դա պարզապես հայեցակարգ կարելի անցնել, արդեն դա երևում է, դա ժամանակի հարց է, ընդհանրապես թե ոնց կվերաձևակերպվի Միացյալ Նահանգների կողմից այս գաղափարախոսությունը, բայց դա է, որ այդ ստեղծել, այնտեղ մի ուրիշ տենդենց էլ կա, որ կարելի է տեսնել, որտեղ
աշխարհը բաժանվում է, եթե տենց կրոնական տեսանկյունից նայեք, բաժանվում է ավրահամական կրոնների եւ ոչ ավրահամական։ Տրամպի համար աշխարհը առնվազն տենց է։ Եվ միաստվածական պատկերացումները այդ մարդկության կեսն է, որ դրա մասին պատկերացում ունի։ Չէ, եթե 7 քանիս ենք, մոտ 3 միլիարդը կամ քրիստոնյա, կամ հրեա, կամ մուսուլման։ Այո։ Ացածը, այսինքն կա նաև ոչ ավրահամական կրոններ։ Կարող է սա այսինքն Չինաստան, Հնդկաստանի որոշ մաս չէ, բայց վերք առաջ չգնենք, սպասենք, երբ որ կձևակերպվեն այս ամեն ինչները, կա ամեն ինչը հեղինակների կողմից կամ քաղաքականացնողների, բայց փաստորեն որ առնվազն մերձավոր արևելքի համար եւ այս տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության համար առաջարկված Ավրահամյան համաձայնագրեր բանաձևը, որ հայեցակարգը, որով պետք է աշխատեն ու առաջկամ տեսնելու ենք դրա փորձերը լայնելու։ Այսինքն Իրանի մասին է խոսքը գնում, հիշատակեցիք, որ Տրամպ արդեն որի անգամ իր ելույթում նշում է, որ հնարավոր է Իրանը միանա Ավրահամյան համաձայնագրերին։ Եվ ասում է շատ լավ կլինի։ Ասում է շատ լավ կլինի իր ոճի մեջ, այսինքն այն բանակցային տակտիկա, որ ունի ինքը օգտագործում է։ Մյուս հարցը կապված Իրանի դերակատարության, այո, պետք է փաստել, որ մերձավոր արևելքում այն գործընկերների հետ, որոնց վրա հիմնվելով կառուցում էր իր ռազմավարությունը մերձավոր արևելքում Իրանը, դրանք գրեթե չկան, բան չմնացել դրանցից, ինչը թույլատնում է Իրանի դիրքերը այդ առումով, եւ այս ընթացքում նաեւ տեսնում ենք զուգահեռ այդ խոսքերին, որպեսզի միանան Ավրահամյան համաձայնագրին, նաեւ ճնշումները, թե Եվրոպայության կողմից, թե Միացյալ Նահանգների կողմից, որտեղ այսօր նույն Կնեսետի ելույթում նույն Տրամպը նույնպես հիշատակեց, որ այդ չարիքն տեղից էր գալիս։ Այդ հարցը լուծեցինք եւ տեսեք ինչ լավ է ստացվում ամեն ինչ։ Բառացի չեմ մեջ բերում, այլ ընդհանուր միտքն եմ փորձում փոխել։ Եվ այստեղ Նետանյահուն է շեշտեց այդ կարևորությունը Միացյալ Նահանգների դերակատարումը դրանում։ Այսինքն լավ վիճակում չի գտնվում։ Այո։ Անվտանգության եւ իր ազդեցության տեսանկյունից Իրանը, ինչը ստիպում է ներսում որոշակի բարեփոխման գործընթացներին, ինչի մի մասնական տեսարան որպես կապված գլխաշորի հետ արկումներին, այսինքն պետք է սպասել, որ կտեսնենք որոշակի փոփոխություններ Իրանում, ցանկալի է, որ այդ փոփոխությունները լինեն դեպի այն տիրույթը, որտեղ հնարավոր կլինի անվտանգությունը բարձրացնել տարածաշրջանում, այլ ոչ թե ընդհակառակը, որ կբերի ավելի ճգնաժամերի, ինչը ուղիղ ազդում է նաև մեր անվտանգության միջավայրի վրա։ Այստեղ ընդհանուր սա կարանք նայենք, որ նաև կա Վրաստան դեռ, որը կարող է նաև նույնպես ներգրավել, եթե այդ ընդհանուր մեծ պատկերի վրա։ Սակայն դեռ Վրաստանի մասին ոնց որ թե խոսակցությունները չկան, որտեղ անմիջապես չկա կոնֆլիկտ, որը պետք է լուծի Տրամպը, որը ուզում է անպայման տես լինի, որ ինքը մասնակցի։ Այսինքն այստեղ եթե ստացվի այս ճարտարապետությունը, որը Ավրահամյան համաձայնագրի տրամաբանությամբ է, ինչ-որ փուլի պետք է կալել, որ նաև վրացական կողմին էլ կլինի առաջարկ միանալու։ Եթե ստացվում, բայց դեռ մենք ճանապարհի սկզբներում ենք, դա համար դեռ շատ գործ կանելու, կապված է նաև Պաղեստինյան հատվածում, որտեղ ինչպիսի զարգացումներ, որտեղ հիմա երկու պետության լուծումը մնում է օրակարգում, թե չի մնում։ Երբ մենք ունենք արդեն բազմաթիվ պետություններ, որոնք ճանաչեցին Պաղեստին պետությունը, այդ որ սահմանների մասին է խոսքը, որ սահմաններում ճանաչվեց եւ ոնց ինչպես է դա լինելու, դա առնվազն Նետանյահուի իշխանության պարագայում եւ այն կոալիցիայի, որ այսօր կա, դա հնարավոր չի։ Եվ Տրամպն էլ անգամ ինքն էլ
բազմիցս դրա մասին խոսել եմ, որ չի տեսնում նման լուծում եւ դա համար թեմա է լուծմանը, իսկ դա էլ մնում է այն երկար վարվող եւ ջուրք էներգիա խլող բավական կետը, որը շատ ժամանակ ու ռեսուրսներ եւ արյունք խլեց տարածաշրջանում։ Այդ չի լուծվում մեծ հաշվով, սա ունենք այս պահին այն ինչ որ ունենք, ու այդ լուծումը ոնց որ թե բոլորին առնվազն ընդունելի է, որտեղ չէին գա գագաթնաժողով, այս գագաթնաժողովում ներկա են գրեթե մերձարևելյան բոլոր երկրները իրենց ղեկավ, այսինքն առաջի դեմքերով կամ արտաքին գործերի նախարարով չկա Սիրիան, ներկայացված չի, ինչը շատ այսինքն զուգահեռ չկան պետք է նաև հիշել, որ զուգահեռ այս ամեն ինչի նախատեսված էր Մոսկվայում Ռուսաստան եւ Արաբական աշխարհ սամիտը, այո, որտեղ բոլորը ոչ մեկ չգնաց։ Այո, արհամարեցին բացի աշխարհայից։ Հա, գերադասեցին այս միջոցառմանը լինել, որտեղ սա է հենց անմիջապես իրենց անվտանգային միջավայրին առնչվողը, ինչը նաև լարում է մի քիչ հարաբերությունները Մոսկվայի դες երկրներ, բայց այն կոմունիկացիոն հնարավորությունները եւ ռեսուրսները, որոնք ունեն արաբական ծոցի հիմնական երկրները, նրանք շատ շուտ գտնեն են բանաձևը, որ նորից վերականգնեն իրենց նեղվածությունը Ռուսաստանի անեն, բայց ունենք այս պատկերը, ուստեղ շատ կարևոր է, որ Հայաստանն էլ կա այս կոնֆերանս, այս գագաթնաժողովին, որտեղ դա գագաթնաժողովի միջոցներում ավելի շատ բան է քննարկվում եւ այդ հնարավորությունը կա քննարկել, խոսել այն առնվազն այն ծրագրերի մասին, որը Հայաստանն առաջարկում խաղաղության խաչմերուկի տեսքով, ինչը կարող է նաև հետաքրքիր նոր շահառուներ ձևավորի այս պրոյեկտի շուրջ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, ձեր այս շատ կարևոր պարզաբանումներով, ձեր այս ընդարձակ մեկնաբանությունները, դիտարկումները, գնահատականները կիսեցիք մեր հեռուստադիտողների հետ եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին եւ պարբերաբար դիմենք ձեզ մեկնաբանությունների համար, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Ամենակարևորը թող լինի խաղաղություն։ Ստացում։ Հաջողություն։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Արևելագետ, Արաբագետ, մեր համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված այսօր Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում հավաքված խաղաղության գագաթնաժողովի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք
2 1 գնացինք աննախադեպ ակցիա իդեալ համակարգում գնեք 3 քառակուսի մետր սալիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով գործում է նաեւ ապարիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով կան տարբերակներ կա իդեալական տարբերակ մանրամասները idealsystem.am իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն Շարունակում ենք մեր թողարկումը առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք քննարկել Շարմ էլ-Շեյխի այդ գագաթնաժողովը խաղաղության, որը իրոք պատմական է եւ առնվազն մթնոլորտ է փոխել Մերձավոր Արևելքում։ Այդ գագաթնաժողովին մասնակցում են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները, որոնք այսօր արդեն այնտեղ հանդիպել են, կարճատև հանդիպում է տեղի ունեցել, տարածվել են տեսանյութ, կարճ մեկ լուսանկար եւ շատ կարճ հաղորդագրություն, որ ուղղակի հանդիպում է տեղի ունեցել եւ երկուստեք հետաքրքրող հարցեր են քննարկել։ Փորձենք հասկանալ այդ մթնոլորտի առնվազն մթնոլորտի փոփոխությունը Մերձավոր Արևելքում ինչպես է անդրադառնում կամ կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի մթնոլորտի վրա եւ ընդհանրապես Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հրավիրելու, այսպես ասենք, ենթատեքստերը, ուղերձները, համատեքստերը Թրամփի եւ Ալ-Սիսիի կողմից հրավիրված լինելու այդ փաստը ինչպես է ընկալվում նաև ադրբեջանական շրջանակներում։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է Շվեյցարիայի Ցյուրիխից ադրբեջանցի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը։ Приветствую вас, господин Миркадыров. Спасибо, что приняли мое приглашение. Рад вас видеть. Я тоже вас приветствую. И приветствую не только вас, а и ваших зрителей. Спасибо. Господин Миркадыров, итак, в Шарм-эль-Шейхе проходит такой исторический саммит. Договорились Израиль и Хамас. Хамас передает заложников, Израиль выпускает заключенных и военные действия там по меньшей мере приостановлены. И вот приуроченный к этому саммит стартовал в египетском Шарм-эль-Шейхе, на который приглашены лидеры Армении и Азербайджана. Казалось бы, это от нас далеко. Армения и Азербайджан как бы к этому конфликту не имеют отношения. Да, это с нами регион по соседству, но тем не менее у нас своих проблем хватает, у нас свои контексты, свои заботы. И вот нас приглашают туда лидеры Египта и Соединенных Штатов. Какой месседж в этом вы видите? И второе, состоялась и встреча между Пашиняном и Алиевым. Что это, какой последующий ход событий, на ваш взгляд, это все вырисовывает? Прошу вас. Я думаю, что есть несколько причин, но одна не очень серьезная. Если помните, все очень удивились, когда Трамп заявил, что вот к Абрамовым соглашениям присоединятся Армения и Азербайджан. Да? То есть
ну, какое отношение к Авраамовым соглашениям имеют Армения и Азербайджан? Это И непонятно. Витков добавлял еще и Грузию, кстати. Ну, Грузию тоже. Ну, Да. с Грузией сейчас у них проблемы у всех. Да. Грузия дружит с Россией, начала дружить, как бы это нехорошо, не укладывается в это русло и пытается как бы дистанцироваться от всех, да. С Лукашенко встречаются, я не знаю, еще с кем-то встречаются и так далее. Ну, дело не в этом. Дело в том, что, то есть, понятно, что Азербайджан и Армения не имеют никакого отношения к этому конфликту, к Авраамовым соглашениям, потому что, ну, грубо говоря, Авраамовы соглашения это было признание Израиля со стороны некоторых арабских стран, да, те, которые тогда присоединились, в обмен на мир, в обмен на некоторые какие-то уступки со стороны Израиля. То есть это исключительно как бы проблема, да, у Азербайджана и Армении, не с арабскими странами, не Израилем таких проблем нет. То есть нет. И тех признаем, и этих признаем, даже Палестину признаем. Да, да. То есть мы как бы все нормально. Но ведь Трамп любит помпезности, да? Для него как бы мы все одно, понимаешь, Восток. Ну, если он путает Армению с Албанией и так далее, для него это тоже Восток, понимаешь? Это все одно там, ну, возможно, он даже не знает, что Армения христианская страна вообще. То есть не имеет к мусульманам никакого отношения. Но он считает, что все должны вот это помпезность, признание, вот это все громадное, да, все должно выглядеть очень большим, громадным, глобальным. Вот Азербайджан, Армения, Грузия и так далее, все участвуют. Он приплелся до Евросоюза, это понятно, но как бы он хочет возложить определенные затраты за этот мир, как бы на Евросоюз, да, на Евросоюз. Это одна как бы часть проблемы. Вторая часть, он как бы опять же, это месседж не только, скажем, Азербайджану и Армении, это месседж еще там, допустим, Москве, что вот я этим делом занимаюсь. Эти государства, то есть Армения и Азербайджан, неким моим покровительством находятся. Это в данный момент. То есть это важно для нас. Это важно для нас, особенно с учетом того, что как бы Азербайджан и Армения учитывают северные соседи, то есть в Армении это не северный сосед, нету. У Азербайджана есть. Но все же я думаю, что дыхание через Азербайджан и Грузию до Армении доходит. Это северно холодное такое дыхание. Поэтому после всех этих встреч попытались как бы с Путиным тоже поговорить, как бы выяснить отношения и так далее. За долгое время Ильхам Алиев встретился с Путиным, но стало понятно, что по результатам встречи ничего они как бы не договорились. То есть как бы идет что-то вроде, да, вроде между Соединенными Штатами, да, обмен арестованными, да, одного вы освободили, одного мы освободили и так далее. То есть это добрососедские отношения так не строятся. То есть идет какой-то торг по конкретным вопросам, по конкретным направлениям. То есть наладить прежние отношения это невозможно по многим причинам. Мы об этом очень много раз говорили. И почему можно сказать, что почему, допустим, мы нужны, если в Ближнем Востоке он предполагает, что это мир, да? Да. Даже Нетаньяху сказал, начинаются годы мира, да. То есть это были годы войны, вот сейчас будет годы мира и процветания. Он вообще эра мира, то есть война окончена. Да. Ну, это желание, это Трампу дает, как он сказал, что 6 войн завершил, да, Индия и Пакистан тоже приплел туда, ну, и, конфликты
решается только тогда, когда сама проблема объявляется закрытой. Объявляется закрытой, да, то есть исчезает проблема. Да. Исчезает проблема, но конфликт завершается. В данном случае мы говорим о перемирии, в данном случае мы говорим, что да, частично израильские войска будут уводиться оттуда, и там как бы будет установлен какой-то палестинская гражданская администрация, в котором будет иметь Рамаллах, да, то есть палестинская это администрация, да, Рамаллахи, которая сидит, какое-то влияние, будет контроль еще неизвестно со стороны каких международных сил, то есть какие-то международные силы еще будут размещены. То есть само решение достаточно такое, шаткое. Да. Проблема не решена, потому что палестинского государства нет, какое будущее будет этого Палестины, мы еще не знаем. То есть даже это решение не предлагается создать еще ближневосточную ривьеру, это, понимаешь, совсем другое, да? В свое время, если помните, вы должны точно помнить, Бейрут считали Парижем Ближнего Востока, да? Конечно. Сегодня от этого Парижа Ближнего Востока ничего не осталось из-за конфликта. Из-за конфликта. Да, красивый город и так далее, но полуразрушен, процветания нет и так далее из-за конфликта. То есть это не решено. Это не решено, множество вопросов там не решено, иранский вопрос не решен, и, допустим, не решен вопрос других оккупированных территорий, да, Израилем. И окончательно не решен вопрос общего признания со стороны арабских стран, всех арабских стран, израильско-еврейского государства. То есть он любит помпезность, он любит объявлять, вот как он якобы решил пакистано-индийский конфликт, просто прекращение огня, конфликт сам остается, потому что речь идет о Кашмире и так далее, о других территориях, которые одни считают своими, другие считают спорными и так далее. То есть пока по этому вопросу стороны не пришли. Точно так же здесь пока что это прекращение огня. Да, 2 года, если не ошибаюсь, шла война или больше. 2 дня плюс несколько дней. 2 года, да, плюс несколько дней. 2 года шла война, да, это достаточно важное решение, прекращение игры, хотя бы какой-то временной какая-то администрация и так далее, и так далее. Все это хорошо, это все очень важно, это большой успех, безусловно, Трампа. Он смог это сделать за счет многих факторов, но это не решение конфликта, то есть конфликт имеет там очень много составляющих. Ближний Восток в одночасье не превратится в процветающий регион по той простой причине, что сама причина, первопричины конфликта не разрешены. То есть это признание и деоккупация территории, да, скажем, захваченных Израилем территории, всеобщее признание Израиля. Поэтому я думаю, что его политика заключается в том, что, то есть администрация или же мозговых центров, да, это администрация, которая, наверное, безусловно, имеет влияние на принятие решения, что Южный Кавказ остается важным регионом, несмотря на то, что ты будешь там объявлять, там я установил опять очередной мир, ребята, и так далее, и так далее. Но там регион остается взрывоопасный по множеству причинам. Да? Ирак остается, и внутри иракские проблемы, то есть исламистские группировки остаются, не очень стабильная внешняя политика Израиля тоже будет оставаться, вопрос сирийский остается и так далее. Множество там вопросов. То есть там очагов, конфликтных очагов, допустим, курдская проблема, да, Турция постоянно пытается одновременно решить еще курдскую проблему свою, да, свою, в том числе
вооруженных отрядов, базирующихся в соседних странах, да, в Ираке, Сирии и так далее. То есть этот клубок противоречия остается ближневосточное. Но ему надо сейчас это помпезно заявить, точно так же, как в Вашингтоне, да, помпезно было заявлено, что все. И что произошло чудо, да, как явление, да, сверху, озарение сверху, вот чудо произошло и так далее, да. Практически пока что мирный договор не подписан, то есть меморандум какой-то подписан и так далее. Но он, по крайней мере, делает ставку на то, что вот этот регион для нас очень важный. Это и нам важно. Это месседж одновременно Москве, потому что, наверное, там вот эти московцы прекрасно понимают, что серединный коридор – это важно, потому что, к сожалению, американцы уже не могут обеспечить безопасность морских путей. То есть не так просто, и очень множество составляющих таких, да, полулегальных, да, допустим, как Хуситы, да, Йемене, да, ни с кем не признаны, международным сообществом не признаны, но реально они владеют определенным и потенциалом, ресурсами и так далее, топят корабли и так далее, могут атаковать. Поэтому южный коридор как бы все еще под большим вопросом. То есть его функционирование, полноценное функционирование, всегда, я думаю, что еще долго будет под большим вопросом. А тут как бы можно договориться или же как бы заставить Россию уступить. Уступить, да? Уступить. И мне пришло от голову одно сравнение, но я не хочу это сравнение сказать, потому что это может воспринять как оскорбление. Я не хочу никого оскорбить, но как бы Трампу приятно видеть вот этих лидеров, которые будут хвалить очередной раз его. Да, мы восточно умеем послатить любую вещь, когда надо. Это одно, но второе, что он как бы объявляет, хочет очередной раз показать, что это мое. Это мое, это как бы я определился с этим регионом, как я был. Но это тоже не так просто, я все же не пытаюсь быть оптимистом, потому что не очень сильно разочаровываться потом. Многое все же зависит от того, что насколько господин Путин будет загнан, да. А с одной стороны, я хочу, чтобы его загнали, да, в какой-то угол, откуда он бы как бы не имел бы выход, да. Но тут как бы, если это приведет к поражению и к краху, это хорошо. Но с другой стороны, если он будет загнан, он еще может как бы попытаться отыграться в других регионах, да. Вот, а тут он может отыграться немножко. То есть мы в прошлый раз говорили, да, мы должны видеть угрозы и как бы пытаться нейтрализовать эти угрозы. Как ни странно, в этом я думаю, что Азербайджан, Армения, которые как бы долгое время видели друг друга врага, да, смотрели друг друга только через прицел там, снайперских винтовок и так далее, являются союзниками. То есть нейтрализации во всех возможных провокациях со стороны России. Да? Вот в этом мы, насколько мы сможем вот, координировать все это, да, я думаю, что полезно в Шарм-эль-Шейхе встреча, потому что обе лидера после Вашингтона и так далее, других встреч,
не только же в Вашингтоне они имели встречи, Конечно. они поехали в Москву, то есть встретились с Путиным. Я думаю, что уровень доверия между этими лидерами не так уж высок, да, по понятным причинам, да. Ну да. Да, вряд ли стороны могут. Но любая подобная встреча, как бы, если, ну, я не считаю ни господина Пашиняна, ни господина Илхама Алиева там глупыми людьми, то есть они нащупывают друг друга, именно еще ощупывают друг друга на доверии, да? Да. Что скажет, как скажет, как отреагирует. То есть это процесс, который надо развивать. Я думаю, что вот период примерно нас ждет. Вот у вас, если не ошибаюсь, где-то в первой половине, да, выборы 26 года. В июне, 7 июня 26 года. Первой половине, да, я прав. Да. Все же с памятью мне не так плохо, несмотря на возраст. Это радует. Это радует. Иногда надо самому себе тоже комплименты говорить. Это конечно. Присоединяюсь. Да. Но, то есть, вот этот период как бы надо пройти. Этот период надо пройти, потому что как бы этот период надо достичь такого уровня доверия, чтобы проблемы друг друга, если они возникнут, да, внутриполитические, внешнеполитические проблемы друг друга, не использовать в качестве давления, да, наоборот, совместно нейтрализовать эти проблемы. Вот это очень важный аспект вот сейчас взаимных отношений. И если через это лидеры смогут пройти, через это, я думаю, что в 2026 году мы можем как бы поставить точку какую-то. Поставить точку на этой проблеме, то есть на этом конфликте. То есть подписать мирное соглашение, пойти, ну, в любом случае, господин Пашинян говорит, что Конституция будет изменена и так далее. То есть это сделать, то есть с Турцией наладить отношения. Но я считаю, что для нас это очень опасный период, когда не только между собой еще надо как бы эту коммуникацию наладить. Я думаю, что это еще как бы вот если Трамп хочет чувствовать себя в качестве покровителя, да, ну пусть чувствует, это не так плохо. Пусть чувствует, но он реально, чтобы что-то делал в качестве покровителя. То есть он пытался бы нейтрализовать, участвовал, не он лично, хотя бы его вице-президент или там государственный секретарь, которые реально работают, да, не в качестве там, только чтобы его благодарность, принятие благодарности, да, совершает визиты, чтобы их хвалили и благодарили за всеобщий мир и так далее, дружбу и так далее. А вот реально делают политику, чтобы они этим делом занимались. То есть Соединенные Штаты выполняли вот ту функцию, которую они якобы взяли над Азербайджаном и Арменией. Спасибо, Рауф, за ваши обстоятельные комментарии и наблюдения, оценки, которыми вы поделились с нашими телезрителями и уделили время нашему эфиру. Следим за событиями и будем обращаться к вам и в последующем за комментариями. До новых встреч и всех благ, и да будет мир. Всего доброго. Да будет мир. И вашему, и нашему дому. Спасибо, взаимно. Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր ադրբեջանցի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի հետ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Շարմ էլ-Շեյխում հավաքված խաղաղության գագաթնաժողովին մասնակցության հետ, ինչպես նաեւ այդ մերձավոր արևելյան խաղաղության հեռանկարների պրոյեկցիան քննարկեցինք
մեր տարածաշրջանի գործընթացների վրա։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնակ եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոց ձեզ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով, ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։